Ուսումնական զորամասում հերթական գործնական պարապմունքն է։ Զինվորները վարժասարքերով ամրապնդում են դասերի ընթացքում ստացած տեսական գիտելիքն ու փորձում այն կիրառել գործնականում։ Տվյալ լսարանը, որտեղ իրականացում էր տվյալ վարժասարքով կրակային, դա նախատեսված էր նրա համար, որպեսզի մեր կուրսանտները կարողանան ավելի պրակտիկորեն եւ ավելի վարժ տիրապետեն տեխնիկային եւ կարողանան դիպուկ կրակեն։ Այս լսարանում իրենց հմտություններն են զարգացնում հետևակի մարտական մեքենայի նշանառու օպերատորները, մեխանիկ վարորդներն ու հրամանատարները։ Համլետը նշանառու օպերատոր է զինված ուժերում։ Հրամանատարին ընձեռնված է ավելի բարդ հնարավորություն, քանի որ նա պետք է իմանա եւ նշանառու օպերատորի եւ մեխանիկ վարորդի պարտականությունները եւ կարողանա ճիշտ հրահանգներ տալ անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կատարել իրենց պարտականությունները։ Համլետն ու իր ծառայակից ընկերները 4 ամիս է ինչ համալրել են զինված ուժերի շարքերը։ Այս ընթացքում արդեն հասցրել են ձեռք բերել անհրաժեշտ ունակություններ ու հմտություններ եւ կոփվել որպես իսկական մարտիկներ։ Իմ ծառայության ընթացքում այս կարճատև ես կարողացել եմ ավելի տեսականորեն եւ պրակտիկորեն ուսումնասիրել իմ մասնագիտությունը, կարողանամ որոշ առումով իմ ֆիզիկական ակտիվությունը ավելացնել եւ կարողանալ կատարել հրամանները։ Երիտասարդ տղան ամեն օր տքնաջան աշխատանքի եւ կարգապահության շնորհիվ լավ արդյունքի է հասել, իսկ զինվորական համազգեստն էլ ավելի է պարտավորեցնում իր առաքելությունն իրականացնել պատվով եւ մեծ նվիրումով։ Տվյալ համազգեստը, որը ես հիմա կրում եմ, դա իմ համար եւս մեծ պատիվ է եւ պատասխանատվություն է, քանի որ ես հետագայում դառնալու եմ այն մարդկանցից մեկը, ով կկարողանա հայրենիքին թեկուզ որոշ չափով օգնություն ցուցաբերել եւ իմ մասնագիտական գիտելիքների իմացության շնորհիվ կարողանամ օգնել բանակին։ Բանակում բացի տեսական եւ գործնական պարապմունքներից զինվորները բավականին երկար ժամանակ են տրամադրում նաեւ ֆիզիկական մարզվածության զարգացմանն ու կատարելագործմանը։ Ֆիզիկական պատրաստությունը մեծ դեր ունի մեր առօրյայում, քանի որ զինվորը ոչ միայն տեսականորեն եւ պրակտիկորեն պետք է լինի պատրաստ, այլ նաեւ ֆիզիկապես։ Մհեր Գորգոյանն էլ հետևակի մարտական մեքենայի հրամանատար է։ Երիտասարդ տղան շուրջ 3 ամիս ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես է կոփվել ու ամրացել։ Ճկուն լինելն ու արագ մտածողությունը հրամանատարի հիմնական հատկանիշները պետք է լինեն, գերակշռող հատկանիշները, որոնք որ թույլ կտան, որ ավելի պարտավորված լինես ու որպես զինվոր ավելի աչքի ընկնես լավ վիճակում։ Մհերն ապագա ճարտարապետ է, մինչ բանակ զորակոչվելն ընդունվել է Միացյալ Նահանգների ուսումնական հաստատություններից մեկը։ Ասում է, ծառայությունից հետո մեկնելու է ուսումը շարունակելու, սակայն մինչ այդ անվերապահորեն եւ անձնվիրաբար կատարելու է իրեն վստահված ցանկացած խնդիր։ Ինչից է սկսվում ծառայությունը, իմ համար սկսվում է թիկունքում գտնվող ընտանիքից ու թիկունքում գտնվող ընկերներից։ Դրանից հետո արդեն սովորելուց ու ըմբռնումից ծառայության մասին հասկանալուց, այս ծառայության ընթացքում պարտավորվում եմ իմ մեծ ներդրումն ունենալ այստեղ եւ սովորեցնելով անձնակազմին այն ինչի մասին ես արդեն տեղեկացել եմ։ Հրաձգարանում էլ հրաձգային ջոկերի ապագա սերժանտ հրամանատարներն են։ Սերյոժան հրաձգային ջոկի ապագա կրտսեր հրամանատարը երիտասարդ տղան անկեղծանում է, երբևէ չէր մտածի, որ այսչափ կսիրի եւ կնվիրվի զինվորական ծառայությանն ու իր մասնագիտությանը։ 5 ամիս է սիրահարված եմ բանակին եւ զինվորական պատրաստությանը, քանի որ ինքը ամեն ինչ իմ համար շրջադարձային եղավ, սկսած ֆիզիկական պատրաստությունից մինչեւ նոր ծանոթություններ, նոր մարտիկ, ամեն ինչ շրջադարձային էր։ Զինվորները մեծ սիրով մասնակցում են պարապմունքներին, մանավանդ գործնական եւ կրակային պատրաստության, ունեն մեծ հետաքրքրություն զենքի հանդեպ, կրակայինի հանդեպ։ Հիմա կատարում ենք երկրորդ ստուգողական հրաձգային վարժություն, այսինքն ցանկացած զինծառայող վարժտում գտնվող գումարտակում գտնվող պիտի կատարի վարժությունը։ Ըստ դրա մենք հասկանում ենք, թե ինչ պատրաստվածության աշխան ունի մեր ամեն զինծառայողը, քանի որ պատրաստությունը անհատական է։ Եվ ըստ դրա հասկանալու ենք, թե հետագա շաբաթների ընթացքում ինչ ուղղությամբ պիտի աշխատենք գերազանց արդյունքին հասնելու համար։ Ուսումնական փուլի ավարտին քննությունները հանձնելուց հետո զինվորները կստանան մասնագիտական կարգ եւ կտեղափոխվեն հիմնական ծառայության վայր, որտեղ էլ արդեն իրենց վստահված փոքրիկ անձնակազմին կփոխանցեն իրենց ստացած գիտելիքն ու հմտությունները։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնասականյան, Զինուշ։